Գերմանիայի դաշնային խորհրդարանը հունիսի 2-ին ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։ Բանաձևի համաձայն Գերմանիան ճանաչել ու դատապարտել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Բանաձևը ընդունվել է գրեթե միաձայն։ Բանաձևի տեքստում ասվում է 101 տարի առաջ հայերի եւ այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել։ Այս առիթով հունիսի 2-ին Վրաստանում Գերմանիայի դեսպանատան առջև կազմակերպվեց շնորհակալական ակցիա, որին մասնակցեցին Թբիլիսիի հայ արտոն կենտրոնի ու Վրաստանի հայ համայնք կազմակերպության ներկայացուցիչները։ Քիչ առաջ մի մոտ 2 ժամ առաջ Գերմանիայի պարլամենտը ընդունեց հայոց ցեղասպանության մասին բանաձև, այնքան մեծ ճնշումների ներքո նույնիսկ թուրքիան չի ներկայացրել քանի 100,000 թուրքերի դուրս եկել այսօր Գերմանիա, որպեսզի այդ օրենքը չընդունվեն, բայց այնուամենայնիվ արդարությունը հաղթանակ է։ Հայ արտոն կենտրոնի երիտասարդական բաժնի համակարգող Նինա Սերոպովան հույսով է հայտնել, որ Գերմանիային կմիանան մնացած երկրները ևս։ Այսօր Գերմանիայի խորհրդարանը Բունդեսթագը ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Կազմակերպել ենք ֆլեշմոբ, որպեսզի արտահայտենք մեր շնորհակալությունը։ Մենք հիշում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալ դարում, եւ այսօր արդարությունը վերականգնվեց։ Ակցիայի մասնակիցները դեսպանատան առջև ներկայացան շնորհակալական պաստառներով, ինչպես նաև Գերմանիայի, Հայաստանի ու Վրաստանի դրոշներով։ Հայ արտոն կենտրոնի դուդուկի խմբակը կատարեց դլեյամանը։ Այնուհետև խոսքով հանդես եկան կազմակերպությունների ներկայացուցիչները։ Վրաստանի հայ համայնք կազմակերպության լրատվական բաժնի պատասխանատու Ալեքսանդր Օհանյանի կարծիքով այս քայլը հույս է տալիս, որ Վրաստանը կընդօրինակի Գերմանիային եւ կճանաչի հայոց ցեղասպանությունը։ 1920-ական թվերը հիշենք, որ Գերմանիայում դատի ժամանակ ազատ հարձակվեց Սոմոն Թերլերյանը, այսինքն Գերմանիան դեր այն ժամանակվանից արդեն իր դիրքորոշումը ցեղասպանության եւ Թուրքիայի պատասխանատվության տեսակետից արդեն արել է։ Դե հիմա բնականաբար մենք շնորհակալ ենք Գերմանիայի իշխանությանը, որ ինքը վերջակետ դրեց այս հարցում եւ Գերմանիայի պաշտոնական ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Դա շատ մեծ հույս է մեզ տալիս, որ Վրաստանը նույնպես ընդօրինակի Գերմանիային։ Գիտենք, որ Գերմանիայում բավականին մեծ թուրքական համայնքն է եւ հաշվի առնելով այս թուրքական համայնքի ուժեղությունը, տնտեսական եւ քաղաքական, նաեւ գիտենք, թե քանի պատգամավոր թուրք Բունդեսթագում նստած եւ ոնց որ հայտնում է Բունդեսթագը համարյա թե միաձայն այս ցեղասպանության վերաբերյալ բանաձևը։ Մենք հույս ունենք, որ Վրաստանը կգա օրը եւ Վրաստանը, որտեղ որ այդքան շատ թուրքեր չեն բնակվում, ավելի շատ ազերբայջանցիներ, որոնք ընդհանրապես ոչ մի կապ չունեն ցեղասպանության հարցի հետ, իրականում որ Վրաստանը օրինակի Գերմանիային եւ բոլոր այլ երկրների, որոնք ճանաչել են այսօր հայոց ցեղասպանությունը եւ դատապարտել են Թուրքիային կատարած ցեղասպանության եւ կատարած հանցագործության դեմ։ Վիրա հայոց թեմի հայ արտոն կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանն ասում է. Սա հստակ ուղերձ էր, որին պետք է միանա նաև ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, դատապարտելով հայոց ցեղասպանությունը։ Եվ շատ դրական փաստեր, եւ պետք է շատ վաղուց Գերմանիան ընդուներ եւ դատապարտեր հայոց ցեղասպանությունը, դեռ այս խոսակցությունները վաղուց կան, ինչպես գիտեք, նաև անցած տարի հայտարարություն արեց նաև նախագահը Գերմանիայի, եւ այս անգամ այս ընտրությունը եւ այս մեծամասնությունը, որ քվեարկեցին, դա արդեն հստակ մեսիջներ են, որ պետք է միանան նաև բոլոր քաղաքակիրթ աշխարհը պետք է միանա եւ դատապարտի հայոց ցեղասպանությունը, որպեսզի երբևիցե եւ ոչ միտեղ աշխարհում չկրկնվեն ցեղասպանությունները եւ հենց հայոց ցեղասպանությունը որ ժամանակին չդատապարտվեց, հետագայում մենք տեսանք ականատես եղանք տասնյակ ուրիշ ցեղասպանություններ։ Շնորհակալություն Գերմանիայի։ Ակցիայի ընթացքում մասնակիցները նաև երգեցին հայկական ազգագրական երգեր եւ գերմաներենով շնորհակալություն հայտնեցին Գերմանիային։ Danke schön.
Հիշեցնենք, որ հայոց ցեղասպանությունը դատապարտվել ու ճանաչվել է ավելի քան 20 երկրների կողմից։